Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106.5 եթերում ՓՄԶ ասոցիացիայի հարկեր դուրքեր կրքեր հեղինակային հաղորդումն է։ Ես ասոցիացիայի նախագահն եմ Հակոբ Ավագյան, այսօր մեր հյուրը մեր վաղեմի ընկեր Գեորգ Նեպողոսյան, ով Impact Hub Armenia-ի գործադիր տնօրենն է։ Գեորգ ջան, ողջույն։ Ողջույն Հակոբ։ Շնորհակալություն, որ ժամանակ գտար եկար։ Գեորգի հետ մենք համագործակցում ենք 2011-12 թվականից վերակառուցման զարգացման եվրոպական բանկի գործարության աջակցման գրասենյակ, մինչ այդ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների այդ խմբի մեջ էր Գեորգը։ Հիմա մենք տենց Գեորգին կորցրել ենք այն իմաստով, որ ինքը այլևս այդ օրենսդրական քաղաքականությունների մշակման այդ հարցերով ոնց որ ներգրաված չի, ավելի շատ արդեն կոնկրետ բիզնեսին աջակցության, ավելի շատ սոցիալական ձեռնարկատիրության եւ այլն, որի մասին կխոսենք, բայց ուզես թե չուզես Գեորգ ջան, պետքա խոսենք մենք գործարության աջակցման գրասենյակի քո ունեցած սիրով ուզեմ, ինչի՞ չուզեմ նախկին փորձից կհիշես մենք այն ժամանակ շատ կարևորում ենք այդ պետություն մասնավոր հատված երկխոսության որակը, անընդհատությունը, այս բառերը որ ասեմ, կուզենամ անդրադառնաս էլի, եւ բնականա դրա արդյունավետությունը։ Իհարկե ոչ մի կառավարության հետ էլ տենց հեշտ չի, ամեն կառավարություն ունի իր ինչ որ դրական բացասական կողմեր կամ սիրած թեմաներ, չսիրած թեմաներ եւ այլն, բայց ես հիշում եմ, որ մենք հենց տենց էլ ձևավորվեց նաեւ ՓՄԶ ասոցիացիան, դու նաև այդ հիմնադիր մեր ասոցիացիայի հիմնադիր խորհրդի անդամ ես եղել, այսինքն կարիքը որ կարիք կար նաև փոքր ու միջինի հենց գերփոքրի համար հնարավորինս անկախ կառույց ստեղծելու։ Հիմա տենց կողքի աչքով որ նայում ես ոնց ես գնահատում մեր երկրում այսօր պետություն մասնավոր երկխոսությունը ստացված է թե տենց։ Եթե կհիշես մենք ժամանակին հենց ՊՄԶ ասոցիացիայի ձևավորման շրջանում շատ խոսում ենք այն մասին, որ եթե մենք ուզում ենք արդյունավետ պետություն մասնավոր երկխոսություն, մենք պիտի ունենանք հենց լավ իրոք անկեղծ աշխատող եւ նվիրված, ասոցիացիաներ, միություններ, ու հենց այդ կոնտեքստում խոսեցինք նաեւ ՊՄԶ ասոցիացիայի կարևորության ու անհրաժեշտության մասին, այս մի կոմպոնենտը կուզեմ տենց խոսենք անկեղծ իրար հետ, որ ըստ իս տենց հիմա մի քիչ կողքից նայելով, քանի որ շատ ներգրաված չեմ, բավականին զարգացել է։ Իսկ այսօր ունենք շատ տարբեր միություններ, ունենք շատ տարբեր ասոցիացիաներ, որտեղ տարբեր հարթակներից միշտ առիթ են փնտրում խոսելու իրենց ոլորտի խնդիրների մասին, ինչը որ ժամանակին մեզ չէր բավարարում, որպեսզի մենք կարողանայինք ավելի արդյունավետ աշխատել։ Այս տեսանկյունից ինձ թվում է պետքա ֆիքսենք, որ եղավ այդ հետաքրքիր աճը, զարգացումը ու անգամ ինչ որ միտեղ sense մրցակցային, ձևով աշխատում են իրար զուգահեռ։ Երկրորդ կոմպոնենտը, որ գանք արդեն պետական կոմպոնենտը, դե այդտեղ միշտ ունենք խնդիր, որովհետև ոչ մի կառավարություն ինձ թվում է չի ուզում առերեսվել այն խնդիրների հետ, որոնք որ մասնավոր հատվածին անհանգստացնում է ու ուզես չուզես դու պիտի իրեն բերես դեպի քո խնդիրները, դու պիտի իրեն մաքսիմալ բոլոր հնարավոր հարթակներից տեղեկացնես ինչ պահանջ ունես ու ինչ կարիք ու խնդիր ունես։ Տարբեր փուլերում տարբեր ձևով այդ ստացվել մեզ մոտ, այսօր իմ մոտ կողքից մի քիչ որպես հայացք տպավորությունա, որ շատ ուղղորդում կա դեպի այդտենց փոքր արագ լուծվող խնդիրների վրա կենտրոնանալու ու կարճաժամկետ լուծումներ տալու։ Ես հիշում եմ, որ մենք միասին ակտիվ աշխատում էինք այս ոլորտում, ունեինք մոտեցում, որ ինչքան էլ մենք կենտրոնանանք արագ լուծվող ու կարճաժամկետ հարցերի վրա, միշտ պիտի ունենանք 1-2 երկարաժամկետ հարց, որ մեր համար, այո, ինքը ցենց այսպես իրական ռեֆորմա ասած կոնցեպտն է ու մեր փորձը ցույց տվեց, որ երբ որ դու թեկուզ տարիներ շարունակ կենտրոնանում ես մի բավականին լուրջ խնդրի վրա, ունես հնարավորություն ինչ որ մի փուլում այդ խնդրին լուծում տալու, բայց եթե դու իրան անընդհատ թողնես բեմի հետևում կոպիտ ասած, իրան բեմ դուրս բերելը այդքան էլ հեշտ չի լինում։ Այս տեսանկյունից իմ մոտ այդ տպավորությունն է, որ այս պահին լուծվում են կարճաժամկետ, արագ ու ոչ շատ մեծ ազդեցություն ունեցող խնդիրներ։ Համաձայն եմ այս մասով քո հետ, առաջին մասով տենց մի քիչ էլ ասում եմ փորձեմ հակադարձել, ինչու որովհետև այո շատացել են ու ավելի շատ շատացել են իմ կարծիքով այդ բիզնես ակումբների ձևաչափը,
կապով, որոնց հետ դեմ ոչ մի բան չունեմ, իրանց շարքերում էլ գիտես կան մեր վաղեմի ընկերներ, որոնք այդ ձևաչափը հասկանալի է, բայց միությունների ու բաների ու առևտրացնաբերական պալատների մեր հենց Հայաստանի եւ այլն, այստեղ ես հակառակն եմ տեսնում ու այդտեղ նորից այո համաձայն եմ, որ մենք էլ հենց ինքը բիզնեսն էլ պետքա, չէ, հիշում ես մենք ասում ենք հասնենք նրան, որ բիզնեսը հասկանա, որ սա իր միությունն է, իր ՓՄԶ ասոցիացիան է, ինքը գա այստեղ, ուստեղ միայն խոսքը անդամավճարի մասին չի, այսինքն ինքը գա, ասի եկեք իրար հետ անենք, ինչ անենք եւ այլն էլ, բայց գերփոքր բիզնեսին ես եւս մեկ անգամ համոզվեցի, վերջերս որ եղավ կհիշես մի քանի ամիս առաջ այդ բողոքի ակցիաներ եւ այլն, տենց ինչ որ իրանք հիշել էին, տենց մարդիկ չեն էլ ճանաչում, տենց նայել էին, ասում են դուք մեր նախագահն եք, չէ, եկեք մեր կողքը կանգնեք, տենց արդեն սկսել էին, բայց ասենք իրանք պատկերացնում են, որ դա միայն դրա համար է, էլի, չնայած մենք ինչ մեզանից հասանելի էր փորձեցինք անենք, բայց այդտեղ խնդիր կա ու այդտեղ նաեւ իրազեկվածության ու այդ հասկացվածության հարց կա։ Միևնույն ժամանակ շատ կարևոր է պետական չինովնիկների կողմից ոչ թե խոսել անհատ բիզնեսի հետ, այլ նրանք, չէ, այդ հիշում ես միշտ ասում ենք, որ նրանք խրախուս են միություններով երկխոսությունը կայացնելու համար եւ ասենք եթե օրինակ ինչ որ խնդիր ունի այդ ՓՄԶ-ն, ասեն գնացեք ձեր միությունով եկեք, որտեվ նայենք այդ խնդիրը մի հոգու է թե 5 հոգու է։ Այստեղ ինձ թվում է անելիք կա ու որոշակի կարգավորումներ կան, որոնք մենք ԱԺՏ հանձնաժողովին առաջարկեցինք, ցավոք սրտի մինչև հիմա չի եղել, որը հենց այդ հարցերն էր լուծում, անդամավճարների եւ այլնի, որը էլի մի պստիկ քայլ էր տանել առաջ։ Այստեղ կներես ընդհատեմ, ցավոք սրտի մի քիչ բան ունենք անգամ անկում քան զարգացում, որովհետեւ մենք իրոք այդ կոնցեպտը սկսեցինք տարածել, որ բիզնեսը պետական պաշտոնյայի հետ երբեք փակ դռների հետևում չպետք է խոսա ինդիվիդուալ, դա պիտի լինի միությունների միջոցով եւ պիտի լինի հանրային հարթակներում, ոնց որ օրինակ ՓՄԶ զարգացման խորհուրդն է ու նման այլ խորհուրդներ պետք է ձևավորվեն, որպեսզի ամեն ինչ խոսվի տենց բաց, վերջին տարիների ընթացքում ես նկատել եմ, որ հենց պետական պաշտոնյաների կողմից խրախուսվել է հակառակը, որովհետև եղել է միշտ այդ ավելի sense բիզնեսին ոնց որ իրենց դաշտ տանելու խնդիր ու շատ հաճախ լսում ենք, որ ինչ որ մի հարց, ինչ որ մի խնդիր լուծվել է հենց այդպես անհատական ֆակտորների հետևում քննարկման արդյունքում, որը որ կոտրում է ամբողջ կոնցեպտը պետական մասնավորի։ Մենք էլ բազմաթիվ օրինակներ ունենք, երբ որ ասենք ես Facebook-ով գրեցի վարչապետին կամ չգիտեմ ինչին, իմ հարցը առաջ գնաց կամ լուծվեց եւ այլն, ու ինչի՞ ես դու պետք էլի որպես միություն եւ այլն։ Ամեն դեպքում այդ կա։ Գանք բանին, Impact Hub-ին։ Impact Hub-ը ինքը հաբ է, որտեղ ունեք ռեզիդենտներ եւ սկսնակ եւ կարելի ասել միջև միջին, գործարարներ, որոնք այսօր ոնց որ ամենուրա ռեժիմով էլի ձեր հետ շփվում են, այդտեղ նաև ինձ թվում է իրենք իրենց խնդիրներից են ասում միասնական եւ այլն էլի, որ տենց ինչ որ շարես առաջինից 3 էլի, որն է այսօր էլի ակտուալ մեր ՓՄԶ-ների խնդիրներում, որ դու լսում ես ամենա շատ հմուտ առաջվա նման չեմ կարողանա շարեմ, որովհետև ամեն օր չեմ, չէ, նկատում եմ, որ ամեն օր չեմ միայն խնդիրներից խոսում ու խնդիրների հետ անդրադառնում, բայց մի բան, որ հստակ է, դա ճկունության խնդիրն է բիզնեսների մոտ առաջին հերթին։ Ճկունություն այն առումով, որ էլի, եթե խոսենք կարճաժամկետությունից, երկարաժամկետությունից, շատ բիզնեսներ փոփոխություններին չեն կարողանում արագ արձագանք տան, որովհետև իրանք բավականին կարճ է եղել իրանք պլանավորումը ու այդ նշանակում է իրանք իրենց ռեսուրսն էլ ավելի կարճ են տիրապետում եւ եթե խոսենք արդեն պետական մասնավորի կոնտեքստում, այսինքն որպես մակրո ինչ որ մի հատ խնդիր, դա իրազեկվածության պակասից է գալիս, այսինքն փոփոխություններին նախապես տեղեկացված չեն լինում եւ այդ փոփոխությունները լինի դա փոփոխությունը օրենսդրական դաշտում, թե ոչ օրենսդրական դաշտում, նույն օրինակ պայմանական շատերը խոսում են այնց, որ արհեստական բանականության զարգացման արդյունքում իրանք ստիպված եղան նվազեցնել իրանք քանակները ինչ որ գործունեության կամ ստիպված եղան անգամ փակել ինչ որ կոմպոնենտներ բիզնեսի եւ այլն, որովհետեւ արդեն կարիք եղավ, բայց եթե մենք հետ գնանք մի 2 տարի առաջ, այնպես չի որ արհեստական բանականությունը մի վայրկյանում մեկ էլ հայտնվեց, չէ՞, ինչքան խոսվում էր այդ մասին, որ
զարգանում է, ինչ որ նոր մոտեցումներ են մեզ սպասվում, տեխնոլոգիաները այլ են լինելու, այլ ձևով են աշխատելու։ Այսինքն այս մի քիչ այդ իրազեկվածության ու նաև են որ մի քիչ մեր պետական կառույցները այդ կրթական ու իրազեկվածության կոմպոնենտը ոչ միտեղ չեն դիտարկում որպես իրանց անելիք։ Այդ տպավորությունը տեսնում եմ։ Նորից պետք է հետ գնանք նախկին փորձը ու գանք նորից ստեղ էլի, որտեղ պատճառ հետևանքը պետք է նայենք։ Անկախ նրանից դուք հիշես, որ այն ժամանակ երևի ամենաշատ քննադատողներից մեկը էլի ես էի մեր ասոցիացիա, որ մենք խոսում ենք ՓՄԶ զարգացման ազգային կենտրոնի արդյունավետության ինչ-որ բաներ պակասանելու եւ այլն, բայց երբեք մտքներովս չէր անցնում, որ իրան վերացնել, հա, որպես կառույց, որովհետեւ բազմաթիվ նույնիսկ եվրոպական երկրներում զարգացող եւ այլն այդ մի քիչ ուրիշ ձևաչափով կոմիտե, էջենսի, հա, տենց իրանք կան։ Երբ որ մենք հիմիկվա մեր պետական чиновникներից լսում ենք, որ մենք ձեզ տվել ենք արտոնություններ, всё, արդեն պետք չի փակում ենք, այդ իմ համար միշտ զարմանալի է ու միշտ ասում եմ ՓՄԶ-ն միշտ կա, մեկը ծնվում է, աճում է, մյուսը փակվում է, այդ այսինքն անընդհատ process է դա տնտեսությունում, եթե դու ուզում ես դիվերսիֆիկացված տնտեսություն ունենալ։ Չնայած քաղաքականությունները հիմա ես հասկանում եմ, որ մի քիչ ավելի ուղղված են խոշորին, ավելի տենց, չգիտեմ, կոմֆորտակ խոշորի հետ այդ նույն մեր նախորդ բերած օրինակում լուծել այդ հարցը, այսինքն այդ ՓՄԶ-ն դարձել է տենց ինչ որ բան վիճակելի մեռնող բանը։ Այդտեղ կարևոր էր նաև այդ կառույցի դերը, չէ՞, ասենք օրինակ լավ թե վատ, իրանք ունեին կհիշես տարեկան պլան։ Բացի դրանից, եթե ինչ-որ իրազեկվածության մասին եմ ասում, բացի դրանից, եթե ինչ-որ օրենսդրական փոփոխություններ կլինում, էկոնոմիկայի նախարարությունից բաներ գնում, իրանց հանձնարարականներ գնում են իրանք դահլիճներ էին վերցնում եւ այլն կազմակերպում էին էքսպերտներ էին, ես ինքս եղել եմ ներգրաված որպես հարկային փորձագետ, դու բազմաթիվ անգամ, այսինքն դա մեկը մյուսին ասելով, հիմա եթե գնանք մարզեր, դուք մարզերում եք էլի շատ միջոցառումներում, այնտեղ ավելի վատ է վիճակը, էլի, այսինքն ավելի տենց հեռացված եւ այլն, այսինքն նույնիսկ լավ օրենքը, որը քիչ հանդիպում, բայց հանդիպում է, ասենք ճիշտ կիրառության իրազեկվածության բան կա։ Նույնը ասեմ նաև հարկայինին ու կլսեմ քեզ էլ հարկային երբ որ ասում ենք օրինակ այս նույն իրազեկվածությունը անցած տարի ես մեծ բանը փոխեցիք օրենքը բայց չէ եկել իրազեկել որ հունվարի 1-ից մտնում է ուժի մեջ չէ մտավ ուժի մեջ անցավ մի ամիս նոր ժողովուրդը տեսան ինչ է եղել դուրս եկան փողոց են ասում ենք իրազեկել ենք մեյլերով ուղարկել ենք ինչ որ տեղեկանք են սարքել ասում եմ թվային լուծումները մեկ-մեկ էլ բանի հարցաբերում էլի որ մեյլերով ուղարկել են դա որպես կանոն ստացել են հաշվապահները չէ ասենք ինքը հենց բանը տեղակ չի հա ու հաշվապահներն էլ շատ հաճախ խուսափում են այդ նոր օրենսդրությունները ճիշտ բացատրել գոնե բացատրել կամ առաջարկել կիրառել որովհետև իրանք չեն դեռ պատկերացնում դրա կիրարկումը ինչ է իրանց ենթադրելու ու ինչ օրինակ մեկնաբանություն մեկ էլ կարող է հարկային մարմիններից գա ինչ որ մի թեմայով ու նաև նենց չի որ հաշվապահները ովքեր հենց փոքր բիզնեսի հետ աշխատում են հատկապես գերփոքր բիզնեսի հետ իրանք այն հաշվապահներն են ովքեր անդադ աշխատում են իրենց վրա կրթվում են եւ նաև սկսում են գտնել արդյունավետ լուծումներ հա ու արդյունքում շատ բաներ մնում են ցավոք սրտի կամ թղթի վրա կամ էլ հակառակը հենց հայտնվում է կիրարկման միանգամից բանա դուրս գալիս բողոքի բանա դուրս գալիս ՓՄԶ-ի լինել չլինելը դու ինքդ հիմա պրակտիկ դաշտում տեսնում ես իր բացակայության ոնց որ ասած շատ եմ տեսնում մենք Սյունիքում ու Շիրակում ենք հիմա ակտիվ ու երբ որ փոքր բիզնեսների հետ տարբեր առիթներով շփվում ենք խոսում ենք հանդիպում ենք զգացվում է որ անընդհատ փնտրում են մի հատ այտենց միջավայր որտեղ որ իրանք իրանց խնդրով կմոտենան ու ինչ որ ուղղորդում կստանան, ինչ որ կզգան կապը, որովհետև ցավոք սրտի գնալով մենք խորացնում ենք Երևան ու մարզեր այս անդունդը ու արդյունքում հասկանում են, որ եթե ինչ որ մի հարցի լուծում ուզում են, ստիպված են Երևանում գտնել ինչ որ մեկին, ով իրանց կարա այդ հարցով օգնի։ Պլյուս կապերը մարզերի միջև, այս էլ որ կարևոր բաներ իմ կարծիքով բնականանում է։ Իրանք փորձի փոխանակ։ Սյունիքում մեր բանը անընդհատ այդ ոնց որ ուղղորդումը անընդհատ նրան է, որ Սյունիքից դուրս շուկա գոյություն ունի Ժորժ ջան, եթե դու բիզնես ես որ ստեղծվել ես Գորիսում, մի մտածի որ քո վաճառքը մաքսիմում կարա Կապանում, Սիսիանում լինի եւ լավագույն դեպքում Մեղրիում, որտեվ հեռու է լոգիստիկան դժվար է եւ այլն, բայց օրինակ չգիտեմ, սկի Վայոց ձոր չեն դիտարկում, Երևան չեն դիտարկում, բայց այդ
կապերը իրար մեջ տվողը պիտի մի հատ ցանցի նման մի բան լինի, որ ժամանակին փմձզակներ իմ կարծիքով։ Այսինքն այս եթե հիմա երկրորդ որպես խնդիր, որը որ հաճախ հանդիպում է, ասեմ այդ սահմանափակ մտածողությունն ու աճի հանդեպ ինչ-որ sense վախն է, որը որ էլի գալիս է հնարավորությունների բացակայությունից։ OECD-ի անցած տարվա բանը, այդ ՀԶԿ-ի PMZ policy index-ը, այդտեղ մենք բոլոր ցուցանիշներով արևելյան գործընկերության երկրների միջին ցուցանիշներից ցածր ենք։ Մի ցուցանիշ կար, որ բարձր ենք, մենակ Վրաստանն էր այդտեղ առաջ, այդտեղ մենք երկրորդ բանն էր, ընկերություն գրանցել է, որը այդպես երևի չափում են այդպես քանի րոպե տևում եւ այլն։ Ու այդտեղ նորից շարունակում էր կարմիր թելով անցնել ֆինանսների հասանելիությունը, ցավում եմ, որ այնտեղ ուրիշ հարցեր էր արդեն, օրինակ զիջում ենք մեր հարևան երկրներին, կինձեռներեցության ներգրավվածությունը բան, որ իմ համար զարմանալի էր, էլի, ասենք կողքիններին ենք արդեն զիջում, դա նշանակում է ինչ-որ բաներ արվել է եւ այլն։ Այդտեղ էլ դրա հասցեատերը այդ վիճակագրության ես հիշում եմ, որ էլի PMZ զակներ, որը հետևում էր, այդ չէ, դնում էին իրենց կոպիտ ասած չեքլիստերը, փորձում էին այնպես անային, որ ցուցանիշները միշտ մրցակցային լիներ ու բարելավեր։ Հիմա այդ նաև հիմա խոսում եմ որպես նաև Iris Business Incubator-ի մի քանի օր առաջ ես նախագահությունը հանձնեցի քեզ, ասենք որ ֆինանսների հասանելիությունը էլի, ասենք օրինակ եւ ձեր ռեզիդենտների մոտ եւ Iris Incubator-ի մոտ էլի ոնց է ինքը տեսնում ես, որ դա էլի շարունակում է խնդրեմ մնալ։ Ֆինանսների հասանելիությունը, եթե խոսում ենք դասական բիզնեսի տեսանկյունից, եւ սկսնակ եւ արդեն հա, չէ, ի նկատի ունեմ դասական բիզնես ասելով ոչ բիզնես, որը որ որոշակի ինչ-որ սոցիալական ազդեցություն ունի, որը որ կարա այլ օրինակ ֆինանսական բաներ, հնարավորություններ նաև դիտարկի եւ այլն, այդ մասին հեսա խոսենք, բայց ի նկատի ունեմ դասական բիզնեսի համար ցավոք 7-8 տարի առաջ ու հիմա ֆինանսների հասանելիությունը չի փոխվել, որովհետև նույն բանկերը, նույն գերշահույթների բանով մղումով, նույն բարձր տոկոսադրույքերով ու բարդ պրոցեսներով, որովհետև իրանք պիտի վստահ լինեն, որ առանց ռիսկի են աշխատում, որովհետև ես հիշում եմ, երբ որ դեռ ուսանող էի, ուսումնասիրում էինք ֆինանսավարկային բանը, հա, գործունեությունը, այնտեղ կար ռիսկայնության տարբերություններ, կար ցածր ռիսկ, միջին ռիսկ, բարձր ռիսկ եւ այլն, բայց երբ որ իրականում հետո տեսա ոնց են բանկերն աշխատում, ես հասկացա, որ բոլորի առաջ խնդիրը դրած 0 ռիսկ, այսինքն դու ունես, չգիտեմ, մի հատ հրաշք գրավ, որը որ կարող ես մի քանի անգամ ավելի բարձր, քան քո տրամադրած վարկը վաճառել, ուրեմն վարկը տալիս ես։ Եղավ, որ բանկը ընդհանրապես չի ուզում ոչ մի ռիսկ վերցնի։ Հետևաբար այս տեսանկյունից դժվարությունները դեռ շատ է, բայց բնականաբար փոփոխությունը մի քիչ ճկունության առումով կա, որ լիզինգը զարգացավ, այդտեղ էլ մենք ունեցել ենք մեր լուման իրականում զարգացան այլ ինչ որ հնարավորություններ, ներդրումային ֆոնդեր հայտնվեցին, չնայած ներդրումային ֆոնդերն էլ հայտնվեցին, հետագայում իրանք էլ այդ նույն խնդրի առաջ կանգնեցին, էլի փնտրում էին միայն այն բիզնեսներին, ովքեր ֆինանսավոր են, նայում են, որ դու տենց ինչ որ հրաշք թվերի հնարավորությամբ աճելու հնարավորությամբ բիզնես լինես, էլի ցածր ռիսկայնությամբ, որ նոր իրանք ներդրում իրականացնեն ու էլի թվով շատ քիչ բիզնեսներ են կարողանում այդ ամենից օգտվել։ Այս տեսանկյունից շատ բան չի փոխվել, բայց մյուս կողմն էլ կա, որ ֆինանսական միջոցները ամեն դեպքում հասանելի են։ Եթե դու շատ լավ նորարար գաղափար ունես կամ նկատի ունես հասանելի են, որ եթե կարողանաս լավ եթե դու կարողանում ես տարբերվել, եթե դու կարողանում ես մրցունակ բիզնես իդեա ունենաս կամ բիզնեսի աճի լավ կոնցեպտ ցույց տաս, կգտնես հաստատ ֆինանսներ։ Ուղղակի երկու տարբեր բանից ենք խոսում, այսինքն եթե մենք ավելի շատ ինվեստոր կգտնես։ Հա, այո, հիմա ի նկատի ունեմ, եթե մենք խոսում ենք մասսայական ֆինանսների հասանելիությունից, որ յուրաքանչյուրը ով փոքր բիզնեսի մի կարողանա գոնե մի հատ սկսի ուտենա ոնց է իր գործունեությունը գնում, ըստեղ մենք դեռ ունենք խնդիր։ Իսկ այս մասը, որ փոքր քանակով բիզնեսների մասին ենք խոսում, լավ հետաքրքիր բանով, հա, մոտեցումներով, તો այդտեղ խնդիր չունենք։ Այդ իմ անձնական նկատառումն է։ Խոսեցինք Iris-ի մասին, կուզենամ այդտեղ էլ դու նայես, մենք էլի այս վերջի ժողովին խոսում ենք նաև դրա մասին, որ հնարավորինս
շատ տանկ չէ, այդ կհիշես բանը, ֆոնդից ոնց որ երաշխիքը եւ այլն, բայց ես հասկանում եմ, որ այս պահին, եթե նայենք շուկայում, իրական հենց այդպես PMZ-ին աջակցող որպես ինկուբատոր մնացել է Iris-ը։ Ну, ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև այդտեղ ուղղվածություններ, ՏՏ ոլորտ եւ այլն, բայց հենց սկսնակ են, որ 5 միլիոն դրամ, 6 միլիոն դրամ միջև հենց դրա մասին է խոսքը իրական, այսինքն երբ որ մենք ուզում ենք, որ մեր մոտ շատ լինեն բիզնեսներ, որոնք ունեն պոտենցիալ աճելու, մենք պիտի պատրաստ լինենք, որ շատ պիտի լինեն բիզնեսներ, որոնք կսկսեն, որոնցից միգուցե անգամ մեծ մասը չի կարողանա եւ fail կանի։ Կհիշես 80% էր բանը, այսինքն 20% երբ որ 20% հաջողություն է, այո, ինքը շատ լավ է։ Եվ այս տեսանկյունից, այո, Iris Business Incubator-ը երևի միակն է, որ դասական բիզնեսին դիտարկում է եւ ֆինանսավորում է, բայց ինչքան էլ մենք ուզենք, ինքը հիմնադրամ է, սահմանափակ ռեսուրսներով եւ քիչ կարա անի։ Հետեւաբար այս կոնցեպտը իմ կարծիքով պիտի մտնի պետական սեկտոր, այն ինչ որ իրականում արվում էր, բայց դուրս եկավ PMZ-ի հետ համատեղ, այդ երաշխիքներով վարկերի ու ֆինանսավորման տրամադրումը, որպեսզի ինքը մասսայական դառնա։ Եվ միած կարևոր բան կա, որ անընդհատ լինում է, չէ՞, այդ խոսակցությունը խոշոր թե փոքր, ու հատկապես շատ լսում ենք գործող մեր կառավարությունից, էկոնոմիկայի նախարարությունից, որ խոշորների վրա կենտրոնացում է, իրանք արտադրողականություն են բարձր ապահովում եւ այլն, բայց մենք մոռանում ենք, որ փոքր բիզնեսը ավելի մեծ քանակությամբ երկարաժամկետ կայուն հիմնավոր ոնց որ կյանքի հնարավորություն է տալիս ավելի մեծ քանակությամբ մարդկանց։ Իսկ եթե մի քիչ գոնե սոցիալական օպտիկայի միջով նայենք այս կոնցեպտին, որը որ ընդհանրապես վատ չի, այսինքն մենք վերջ-վերջո սոցիալ-տնտեսական բան ենք, չէ՞, կոնցեպտ ունենք ու երբ որ ասում ես սոցիալական, միանգամից բոլորը դիտարկում են, որ այդ տնտեսականից դուրս է, բիզնեսի հետ ոչ մի կապ չունի, չէ, խոսքը դրա մասին չի, այլ խոսքը նրա մասին է, որ եթե դու այսօր երաշխավորում ես ինչ-որ ձևով ներդրումներ ես ապահովում, բերում ես ինչ-որ մեկը ինչ-որ գյուղում կառուցում է մի հատ մեծ գործարան, որտեղ 1000 հոգի մարդ է աշխատում, այդ 1000 հոգի մարդը ինչ որ շատ նեղ ուղղվածությամբ սկսում է հմտանալ այդ գործարանում եւ մի օր այս գործարանը ոչ մի գործարան հավերժ չի փակվում է։ Դու ինչ խնդիրի առաջ ես կանգնում, օրինակ 10 տարի հետո 1000 հոգի շատ նեղ մասնագիտացումով ու հմտությունով մարդիկ, ովքեր որ չգիտեն էլ ինչ պիտի անեն իրանց կյանքում։ Ու բնականաբար այդ մարդկանց առաջի բանը ինչ ալնում, արտագաղթել, չգիտեմ, գնալ ուրիշ ինչ որ հնարավորություններ, տեսնել ուրիշ գործաններ, փորձել գտնել այդ նեղ մասնագիտությամբ, որը որ դու դժվար կարողանաս ապահովես, ու արդյունքում դու ունես ավելի շատ խնդիր, քան լուծում։ Բայց երբ որ դու խրախուսում զարգացնում ես փոքր բիզնեսի հնարավորությունը, այդ նույն 1000 մարդը ապահովում է, օքեյ, միջինում 2-3 հոգու աշխատանք, եղան 3000 ընտանիք կայուն ապրում է։ Ես միշտ այս կոնտեքստում նաև այդ բանի օրինակն եմ բերում պետական ռեսուրսների ծախսման ու այդ որ ասում եմ, հա շատ լավ է, անդադ ասում են քաղաքական խոստում է, այսքան դպրոց, այսքան մանկապարտեզ եւ այլն, բայց երբեմն նույնն են ամենահայտնի սահմանամերձ համայնքում էս վերջերս էլի այդպես մեր ընկերներին տարել են շրջայցի հարցեցի քանի երեխա էր այդ նոր վերանորոգված դպրոցում սովորում, ասում են 42 ամբողջ դպրոցում ու տեղ էլի խնդիրն է էլի, այսինքն մենք հիմա ավելաբար ինչ-որ պետական աջակցություն անենք այդտեղ փոքր ու միջին բիզնեսներ ձևավորվեին, ընտանիքներ, երեխաներ, քան ասենք դպրոց են կարել, բայց մարդ չկա, այսինքն այդ մարդուն ինչ-որ ձև այդ քո ասացի պես կամ պետքա խրախուսել որ լինի, իսկ ինչ վերաբերում ցավում եմ, բայց համաձայնում եմ քեզ հետ, որ այո, ընդհանուր քաղաքականությունները հիմա ոչ կենտրոնացած են բաների, PMZ-ի այդտեղ կարծում եմ, որ մեր ոնց որ մեղքն էլ կա, այսինքն մեր նկատմամբ PMZ շահերի պաշտպանությամբ զբաղվողների, որ բավարար չափով չենք կարողացել տեղ հասցնենք սրա կարևորությունը, բայց միևնույն ժամանակ այո, այստեղ շատ կարևոր է, որ այստեղ միայն էկոնոմիկայի նախարարության դաշտում չի այս հարցը, այդ նույն այդ մարզերի նկատմամբ, որ նույն քաղաքականությունները մշակվեց հարկային, այս այդ օրինակը բերում է, որ դա շատ կարևոր է, այդ որ դու ասում ես սոցիալ-տնտեսական, իհարկե այդտեղ նաև աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարության մանդատը կա գործազրկության բան։ Ես կներես, մի հատ էս չեմ կարա չպատմեմ իրականում, որովհետեւ շատ սենց սյուր զրույց էր էլի, տարիներ առաջ
էկոնոմիկայի նախարարի տեղակալի աշխատասենյակում սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ներգրավմամբ քննարկում ենք սոցիալական ձեռնարկության հարցը։ Եթե կհիշես, արդեն երևի 8 տարի է փորձում ենք սոցիալական ձեռնարկությունը սահմանենք եւ որպեսզի գոնե պետությունը ճանաչի, որ դա ձեռնարկատիրական ուղղություն է ու կա այդ ուղղությունը, որը տարբերություններ ունի հստակ։ Եվ այդ զրույցի մեջ, երբ որ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները իդեմս նախարարի տեղակալի ասացին, որ մեր կենտրոնացումը խոշոր բիզնեսն է, մենք փոքր բիզնեսին առավել եւս սոցիալական ձեռնարկության վրա ժամանակ ծախսելու եւ ոնց որ բան չունենք, արդյունավետություն չենք տեսնում, կարևորությունը տենց չենք տեսնում եւ այս պահին չկա մեր կողմից այդ առաջնահերթությունը, որ զբաղվենք դրանով, թող սոցիալական հարցերի նախարարությունը զբաղվի դրանով, սոցիալական հարցերով նախարարի տեղակալը սենց նայեց զարմացած հայացքով, ասեց, բայց դա ձեռնարկություն է, մենք ձեռնարկությունից բան չենք հասկանում։ Իսկ այնքան այդ երկու ոլորտը կտրված է իրարից, որ մեկը մյուսի վրա է նախ փորձում մանդատը բան անել, տեղափոխել, բայց մյուս կողմից էլ մեկը մյուսից չի հասկանում։ Էկոնոմիկայի նախարարությունը ընդհանրապես չի հասկանում, թե ինչ կապ կա ձեռնարկության ու սոցիալական հարցերի միջև, սոցիալական հարցերով նախարարությունն էլ չի կարողանում հասկանալ ինչ կապ կա սոցիալական հարցերի ու ձեռնարկության միջև իրենց տեսանկյունից։ Այն դեպքում, երբ որ սոցիալական ձեռնարկությունը կարա ուժեղ գործիք լինի, երկուսը դրան ավելացնեմ եւս մի նախարարության մանդատ տարածքային զարգացման նախարարությունը, որը գիտես էլի այդ թվերը ցավոք սրտի շարունակում են վատ իմաստով աճել, այսինքն բևեռվածությունը Երևան քաղաքում, այսինքն նույն նայում ենք ՓՄԶ-ի, էլի 50%-ից ավելի Երևանում են, բարձր աշխատողների 70%-ը Երևանում են, այսինքն տենց նաև այդ տարածքային զարգացվածության նախարարությունն էլ ունի այս մանդատը, ու երբ որ մենք ասում ենք ՓՄԶ, ցավոք սրտի շատ դժվար ենք կարողանում ու չենք կարողանում հասցնել տեղ, որ դա առնվազն 3-4 նախարարության մանդատի ներքո լուծելիք խնդիր է, ու այդ ՓՄԶ-ն չպետք է դիտարկել միայն հարկային։ Այս վերջին շրջանում միայն հարկային ֆիսկալ եկամուտների տեսանկյունից են նայում, դրա համար հիմա գնալով խստացավ այդ նրանց նկատմամբ հարկային քաղաքականությունը, որը բնական արդյունք չի տալու։ Կներես, բայց դա էլ է գալիս է հենց դրանից, երբ որ դու մոռանում ես, որ ՓՄԶ-ն բացի ձեռնարկատիրականը նաև սոցիալական խնդիր է լուծում, ու ես հիշում եմ ժամանակին շատ են ունեցել այդ զրույցները թե վարչապետների հետ տարբեր շրջաններում, թե նախարարների հետ, որ երբ որ դու ՓՄԶ-ին սկսում ես նայել նույն աչքերով, ինչ որ միջին կամ խոշոր բիզնեսին, հա, միջինից բարձր բիզնեսին հարկային տեսանկյունից, տնտեսության, չգիտեմ, հնայի մեջ իր դերի տեսանկյունից եւ այլն, դու արդեն կորցնում ես իր հետ իրական կապը ու արդյունքում դու սկսում ես իրան թերագնահատել, ինչը բերում է նրան, որ դու ասում ես, կարելի է փաստորեն հարկերը մեծացնել, կարելի է իրան քանակը կրճատել, այնտեղ բոլորը խաբեբան են եւ այլ, բայց շատ երկրներ գնացել են հակառակ կոնցեպտով եւ ասում են, ես չեմ էլ ուզում նայեմ ՓՄԶ-ն հարկ տվեց, չտվեց, ինձ խափեց, չխափեց, քանի դեռ ինքը իր այդ կոմպոնենտը պահում է, որով օրինակ մի քանի 100,000 հոգի մեր նման փոքր երկրում այդ զբաղվածությունն ունեն, իրենց բանը եկամուտն ապահովում են, իրենց գոյության մեջ ուրախ երջանիկ են, ընտանիքն ապահովել են, հա, ես իրան ձեռ տալու խնդիր չունեմ, էլի, այդ կոնցեպտը չկա։ Հենց այս լոգիկայով մենք անցած հաղորդմաններ կարծեմ անի Թաթևոսյան Փայլակի հետ անդրադարձ արեցինք դրան, ինքը դրա մասով էր հենց խոսում, որ պետությունը երբեմն նայում է այդ հարկային վարչարության գինը, այսինքն արժի ես այդքան ծախս անեմ, որ այդքան վարչարություն անեմ, որ ինչ անեմ, այսինքն ինչ եմ հայտնաբերելու, բայց զուգահեռ իրականության մեջ, երբ որ մենք նայում ենք խոշորի դեպքում նույն սրա մասին Գառնան Դիլիջանի բիզնես ֆորումին կառավարության ղեկավարին եմ ասել, որ ասում էր խափում են այդ միջև 10 միլիոն շրջանառություն, կհիշես այդ անընդհատ ասում են, բայց ի տարբերություն նախկին ժամանակաշրջանի հիմա չեն կարողանում ապացուցել, որտեղ միջև 115 միլիոն շեմի տակ կուտակում չկա, այսինքն հակառակն է ասում են միջև 10 միլիոնա այդքան տնտեսվարողը ինչ պետք է լինի, ասում լավ անգամ 5 արեք, դա նշանակում է այդ մարդը միևնույն է շուրջ հարկից դուրս չի,
ու այդ օրինակն էի բերում, ասում եմ իհարկե խափում են, օրինակն են սուպերմարկետները հայտնի կհիշեք են 18 թվի ինչ որ բաներ էր, չէ, մասկի շոու էր, շատ գիտեմ ինչ որ բաներ էր փող կապակցված, բայց իրենց 20% հարկը իջացրեցիք 18%, հիմա ուզում եք ասեք խոշորները չեն խափում, ինչի իջացրեցիք նրանց հարկը, ՀՄԶ-ին բարձրացրեցիք, այս փաստերն են էլի խոսում նրա մասին, որ մենք հիմա լրիվ ուրիշ բան, մենք ուրիշ բանի մասին ենք խոսում, քաղաքականություն մշակողները ուրիշ սուպերմարկետներ ասացի, բայց կուզեմ անդրադառնանք նաև էլի մարզերի մասով քո նկատած էլի մենք հիմա տեսնում ենք որ այնուամենայնիվ ոնց որ մեր նախազրույցում ասացիր որ այդ լավ է որ սուպերմարկետները տենց 1 2 3-ը չեն, այլ շատացել են, իրար մեջ էլ մրցակցություն գնում, բայց մյուս կողմից շարունակում է այն խնդրեմը մնալ, որ իրենք կուլ են տալիս բակային խանութներին այդ մատակարարներին ու ամենավախենալուն է նա որ նախ այդ զոնինգի խնդիրը չլուծվեց գիշես մեր առաջի խորհրդի անդամ Արտբրիջի շաքեները անդադ այդ հարցը ասում որ լուծենք ու երկրորդը նրանք ունենում են ազդեցություն շուկայի վրա ես նկատել եմ որ նույնիսկ ապրանքի տեսակներ կան որ իրենք կարող են շատ արագ անենց անել ասենք վաղը այդ ապրանքի գինը փոխվի շուկայում այսինքն իրանց մոտ իջացնելով կամ բարձրացնելով կամ չգիտեմ ինչ որ ներմուծելով մի հատ շուկա մտնելով արագ բան է լինում փոփոխություն է ալնում էլի հա իրականում զոնինգը շատ հետաքրքիր թեմա էր երբ որ մենք 11 տարի առաջ աշխատում էինք այդ գաղափարի վրա ու եթե քիշես ունեցանք մի հատ այնց կարգավորումների կոնցեպտ, որը ներկայացրեցինք 10 տարվա շրջանակում ինչ լուծում կարելի է տալ սուպերմարկետների զոնինգին եւ ինքը չընդունվեց հիմնականում այդ կոնտեքստով, որ շատ ինչ որ դանդաղ ու երկարաժամկետ էր։ Բայց հետաքրքիր էր, մենք տես լավ մտածել ենք, որ ինքը արտադրող ու վաճառող չլինի, ներմուծող ու այո, այնտեղ արտադրողի ու վաճառողի տարբերությունն էինք դրել, քանակներ 40 մետրով ունեինք այն Քյավառի գաթան, ոնց էր սուպերմարկետը նույն անունով արտադրել ու շպրտել էր դուրս իրան։ Հա, արդյունքում դուրս է թողում, նույնը թան ունեինք, չեմ սխալվում, թան սկսեց արտադրել սուպերմարկետը, արդյունքում շատ թան փոքր թան արտադրողներ ստիպված փակվեցին եւ այլն, ու ցավոք սրտի այս մտածողությունը խորացել է 2 օր առաջ բանում փոքրիկ տենց սրճարանում նկատեցի, որ ջուրը տվյալ սրճանը հենց իր անունով շշերի մեջ լցրել էր եւ վաճառում էր, այսինքն ինքը անգամ ոնց որ փոքր բիզնեսն է սկսել այդ նույն գաղափարախոսությունը վերցնել իր վրա ու ստեղ մի քիչ պիտի բանից խոսանք մտածողությունից, քան կարգավորումներից, հա, որովհետեւ դու մի քիչ դժվար է պատկասնել կարգավորումներով այս ամեն ինչը համանապակել, բայց երբ որ կա կոլեկտիվ մտածողություն, երբ որ դու ոչ միայն քո շահույթի մասին ես մտածում, այլ մտածում ես այդ շահույթը համաչափ բաշխելու մասին, որովհետև վերջի վերջո մենք հանրության մեջ ենք ապրում, սոցիումի մեջ ենք ապրում, ու եթե դու մենակ քեզ զարգացնես, կողքիններին վնասես, դու արդյունքում կմնաս մենակ, էլ ոչ մեկի պետք չես լինի, ու քո շահույթն էլ քեզ պետք չի լինի, շահույթ էլ չես ունենա, որովհետև հաճախորդել չես ունենա։ Բայց ի նկատի ունեմ, որ այս ընդհանուր մտածողության հարցը էլի։ Ցավոք սրտի այդ բանը էլի, вообще հերու բան ես ասում մի բան։ Եթե վերադառնանք սուպերմարկետներին, այս առումով նկատում եմ, որ նախ մեր երևանյան սուպերմարկետները հայտնվել են մարզերում, ինչը լավագույն բանը չի, որովհետև իրականում մենք նախ մշակույթի առումով բերում ենք մի հատ արագ մշակույթ, որ այնտեղ դեռ չկա ու այնտեղ էլ ենք դա փորձնել, դա այնտեղ պիտի ինքնուրույն ձևավորվեր զարգանար, թե բիզնեսի տեսանկյունից, թե հաճախորդի տեսանկյունից, այդ մեկ, եւ երկրորդը, որ ինչքան էլ այո մրցակցությունը հենց սուպերմարկետների մեջ սկսել է վերջի տարիներին երևալ, բայց ինքը ավելի դանդաղ է, քան մրցակցությունը սուպերմարկետի ու փոքր բիզնեսի միջեւ։ Այնտեղ միանգամից են ջախջախ։ Այնտեղ միանգամից է, ու երբ որ սուպերմարկետը Երևանյան հատկապես իր սենց շատ ավելի գրավիչ առաջարկներով, կառուցվածքով, համակարգով, ապրանքատեսականու քանակներով հիշի մեր ասոցիացիայի խորհրդի անդամ Կարինեն բանով Ղուկասյան Վանաձորից ու Կարեն Աբակյան Գյումրիից հիշում եմ այդ օրինակները բերում են որ նրանք գալիս են նույնիսկ իրանց մատակարարներով այսինքն այդ շրջանի մատակարարներից էլ ասենք նույն այդ ոնց ասեմ առաջնահերթություն չեն տալ այդ կաթվածունը նրանցից վերցնելու տենց ոնց որ ստեղ կա այդ մատակարարը բան են անում էլ հա բնականաբար իրանց մոտ որտեվ առաջնահերթությունը լրիվ ուրիշ է գնում հետեւաբար իրանք գալիս են ու միանգամից
փոխում են կանոնը բանի ձեռներեցության, հա, փոքր բիզնեսի մասնավորապես տվյալ մարզում ու հաճախորդի տեսանկյունից բնականաբար դա գրավիչ է, որտեղ ինքը տեսնում է ապրանքատեսակ, որը միայն Երևանում է մինչև այդ տեսել, ինքը տեսնում է կառուցվածք, որը իր համար հարմարության տեսանկյունից, թեև դա խապկանք է, որովհետև իրականում ամեն ինչ ստեղծված է, որպեսզի քեզ ավելի անհարմար լինի ու դու ավելի շատ բան առնես, քան ուզում ես, երբ որ մտար սուպերմարկետ, այնուամենայնիվ այդ գրավչությունը կա ու վերջերս բանում Գյումրիում նկատեցի, որ ինչքան մարդիկ թեկուզ պարզ բանը գնելու համար մտածում են միանգամից սուպերմարկետ գնալու մասին։ Հետևաբար այդ արդեն բերում է նրան, որ շատ-շատերը ովքեր փոքր բիզնեսը տեսել են, իրենց փոքր բիզնեսը տեսել են որպես իրենց եկամտի աղբյուր, ընտանիքի կայունություն եւ այլն, դա կորցնում են, իսկ մարզերում մենք գիտենք, որ այլ ընտրանքները շատ քիչ են, մասնավորապես ցավալիորեն Գյումրիում, հետևաբար այդ ինձ ամենաշատը բանն ոնց ասեմ վախեցնում, որ տեղից արտադրության ոլորտը ՓՄԶ-ում 23-ի արդյունքներով 10-12% էր, այսինքն արտադրությամբ զբաղվող ու սենց գնալով մենք էլի իրանց համար լավ բան չենք անում էլ, այսինքն այդ մարզային արտադրողներ եւ այլն իրենք պարզապես ասենք եթե խանութներով էին իրանց հարցելուց դուրս են շպրտվելու ու դա խնդիր է։ Մենք քանի որ մեր ժամանակը տենց սահմանափակ է, բայց փորձենք նաև շատ կարևոր խոսեցինք, բայց մի հատ առանձին անդրադառնանք դրան, դա սոցիալական ձեռնարկատիրության մասին է, որ մենք տարբեր, ճիշտ ես ասում, տարբեր առիթներով փորձել ենք այս հարցը առաջ տանենք, գոնե որպես հայեցակարգ։ Ես հիշում եմ, որ նաև ժամանակին թե պաշտոնը, թե համագործակցելով փորձեցինք իրան տեղավորել նաև ՓՄԶ զարգացման ռազմավարության մեջ, որ գոնե դրա մասին ակնարկ լինի, ինչ որ սահմանումներ լինի կամ ձևակերպում լինի, նկարագրություն, հա, ասեն, որ ինչ որ բաներ փոխվեց, ինչ որ բաներ մնաց, վերջինը, որ հիշում եմ, հենց ՍՁ ասոցիացիայի կողմից այդ արված հայեցակարգային փաստաթուղթներ, որը տարանք ԱԺ տնտեսական հանձնաժողով, ինչքան հիշում եմ, եկար, չէ՞, դու այդ հանդիպմանը սրանից ու ասում ենք գոնե այդ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դա ընդունի որպես բան, գիտություն, հա, չենք էլ ասում, որ ինքը նորմատիվ ակտ է, բայց բան լիներ էլի։ Հիմա ինչ վիճակ է, ինչքան հասկացա, տենց էլ մնաց ոչ մի տենց գիտություն նույնիսկ մակարդակի փաստաթուղթ չունենք։ Հա, չէ, չունենք, ինքը չընդունվեց ու այս պահին սոցիալական ձեռնարկություն դեռ ինչ որ ձևով չի ճանաչվում ու իրական սոցիալական ձեռնարկությունը մենք երկու ձևով ենք, չէ, դիտարկում եք իրան ճանաչել որպես ձեռնարկություն, որպեսզի նրանք ովքեր սոցձեռնարկեցնեն գոնե կարողանան ներկայանան որպես սոցձեռնարեց ու հասկանան, թե իրանք ով են, ինչ են անում ու շատ դեպքերում անգամ ամենապարզ մակարդակում որ հեշտ լինի ընկալելը, հա, կազմակերպային տեսակից ելնելով, որտեղ խնդիր կա։ Այսինքն ոչ առևտրային կազմակերպությունը շատ-շատերը զբաղվում են սոցձեռնարկությամբ, բայց ցանկացած կարգավորում լինի դա արտոնություն թե լինի սահմանափակում սահմանվում է առևտրային կազմակերպությունների համար ու արդյունքում եթե դու ոչ առևտրային ես ավտոմատ դիտարկում է որ դու ձեռնարկությամբ չես կարող զբաղվել, բայց դու սոցձեռնարկությամբ ես զբաղվում, հա, այս արդեն բավականին շատ է։ Մյուս կողմից մենք ուզում ենք որ դա հենց կառավարության համար որպես գործիք կիրառվեր ու հատկապես սոցիալական հարցերի նախարարությունը, որը ահռելի բյուջեներ օգտագործում է սոցիալական խնդիրները լուծելու համար, բայց գնում է միանգամյա վճարների տեսքով, այն դեպքում երբ որ եթե դա լիներ սոցձեռնարկության ձևով որպես գործիք արվեր, դա կրկնապատկվեր, կեռապատկվեր մի քանի անգամ եւ կդառնար կայուն եկամտի աղբյուր։ Հետևաբար այս խնդիրն է, որ փորձում ենք կարդ տվեք որ ձուկ բանի։ Այո, ու շատ բաներ էս տեսանկյունից, որ երբ որ մենք փորձում էինք այս խնդիրը քննարկել հենց սոցհարցերի նախարարության հետ ու կար այդ որ թե լավ դա ձեռներեցություն է, բայց մենք լավ չենք հասկանում արդյոք դա չգիտեմ ձեռներեցություն է թե սոցիալական հարց է, չգիտենք թե էկոնոմիկայի հարցն է եւ այլն, ու հենց այդ նույն օրերին, երբ որ այդ քննարկումները մենք բարբաբար ունենում էինք, սոց հարցերի նախարարը ինչ որ մի հարցազրույցում ասաց, որ սոցիալական բիզնեսները պետք է զարգացնել, որովհետեւ սոցիալական բիզնեսները, չգիտեմ, մենք օգնում ենք ստեղծվել եւ այլն, իսկ մի կողմից դա ռետորաբանության մեջ օգտագործվում է որպես լավ դրական ինչ որ մի լուծում, բայց մյուս կողմից հենց պրակտիկ մակարդակում մերժվում է, որովհետև դրա անցալումը լավ չկա։
Լավ, մեր հաղորդումը մոտենում ավարտին, հույսով եմ մենք էլի առիթ կունենանք քեզ տեսնել մեր տաղավարում։ Բնական է, ես անդադ փորձում եմ ինչ-որ ավելի պոզիտիվ ու բաների մասին խոսալ, դե Գևորգը նաև տարբերվում է իր պոզիտիվ կեցվածքով ու անկախ ամեն ինչ։ Ինչքան երևաց այդ պոզիտիվը։ Երևաց, ասում եմ, մեր հաղորդումները բան ավելի ու միշտ իր աշխատանքով ու գործունեությամբ միշտ դեպի դրականն ու լավն է խրախուսել ու արել։ Ես կարծում եմ մի հատ սենց բանով նոտայի վրա ավարտենք, հաշվի առնելով որ առջևում քաղաքական ընտրությունների process-ները են, կարծում եմ ճիշտ կլինի որ այս բոլոր խնդիրները, գոնե նրանք որոնք առնվազն մի քանի տարի գույքագրվել է, ինչ որ բաներ արվել է, մենք հենց միությունները, ինչու՞ չէ նաև Impact Hub-ը, որը որպես հիմնադրամ եւ այլն, փորձենք ամփոփել ու ոնց որ քաղաքական պատվեր իջացնենք, որտեվ ենթադրում եմ, որ հիմա կսկսեն նաև ծրագրեր ի հայտ գալ, տնտեսական քաղաքականների մեջ տնտեսական ծրագրեր ու փորձենք էլի մենք առաջ մղել, այսպես ասած լոբինգ անել քո չսիրած բանը, բայց այդ փորձենք լոբինգ անել եւ եթե միասնական լինենք կարողանանք գոնե այն հարցերը, որոնք արդեն շատ ավելի օրհասական են, իրար հետ առաջ տանել։ Ինչ կարծիք ես։ Այո, ես կարծում եմ, որ միշտ պետքա գտնել ճիշտ պահը, ճիշտ հարցերը բարձրացնելու ու մենք տենց փորձեր ունեցել ենք, էլի։ Այո, ունեցել ենք, դե համար էի ասում, երբ որ դու անգամ ամենաբարդ հարցի վրա շարունակական աշխատում ես ու միշտ իրան պահում ես օրակարգում ու նաև քո մեջ, նաև դու անդադ ունես վերջին տվյալները, վերջին ինֆորմացիան, վերջին քննարկումները եւ այլն, ու միշտ լինում է մի պահ, երբ որ դու գտնում ես ճիշտ ժամանակը սեղանին դա դնելու։ Իհարկե դա միշտ քաղաքական գործիչները ներկայացնում են, որ դա իրենց իդեան է ու բերել են բանեն անում, այո, բայց մենք դրա հետ հաշտենք, դա միշտ պետքա բանը այդ կրեդիտներ ասածը հանգիստ տալ քաղաքական ուժին, որովհետև քո համար որպես մասնագետ, որպես տվյալ ոլորտի զարգացնող արդյունքն է կարևոր, եթե ընդունվեց, ինչ տարբերություն ում գնաց դրա բաները կրեդիտները։ Դե փորձենք պատրաստվել ավելի մտածված ու ջերգրիտ քայլերով տանենք առաջ։ Այսքանն էր այսօրվա մեր հաղորդումը, մեր հյուրներ Գևորգ Պողոսյանը, շնորհակալ եմ, լավ եղեք, կհանդիպենք։